ամբողջովին անցել ենք աշխատանքի, անց ենք անցնում լիարժեք աշխատանքային սեանսներ, օրական 3-ից 4 աշխատանքային սեանս, դրանցից ամեն մեկում 3, 4 եւ ավելի գործարքներ։ Այստեղ նշում եմ գործարք բացելու տևողությունը, time frame-ը, ուղղությունը, արժութային զույգը, կարող եք գրել Telegram-ի եւ միանալ։ Ուրեմն տեսեք, հենց հաջորդ գրաֆիկում դոլար եւ կանադական դոլար արժութային զույգուն շատ հետաքրքիր սիտուացիա կա։ Նախ լոկալ մասում ես տեսնում եմ, որ շարժվում է դեպի ներքև, գինը շարժվում է դեպի ներքև եւ ստեղ արդեն մեծ time frame նայելու իմաստ էլ չկա, քանի որ ակնհայտորեն երևում է, որ ստեղից գինը արդեն շարժվել է դեպի վեր։ Սխալվեցի, որ ասեցի մեծ time frame-ը նայելու իմաստ չկա, քանի որ պետք է ամեն դեպքում մեծ time frame-ը նայել, որպեսզի հասկանալ մեծ time frame-ում ինչ տրենդ է գնում, ու ստեղ ընկերներ ջան տեսնում ենք, որ գնում է թե գլոբալ, թե լոկալ մասերում դեպի ներքև շարժվող տրենդ։ Ես չեմ կարող այս հատվածը վերնագրել որպես, չգիտեմ, շրջադարձ կամ որ տվյալ լոկալ մասում կորեկցիան, երկարաձգված կորեկցիան համարվում է գլոբալ տրենդի կորեկցիան տրենդը տվյալ բան, դրա համար եկեք անցնենք ուղղակի։ Այստեղ մենք չենք կարող աշխատել, քանի որ սխալ է, այստեղ տեխնիկապես որևէ վերլուծություն ու գործարք բացել է։ Հենց հաջորդ արժութային զույգում կրկին շատ հետաքրքիր սիտուացիա կա։ Լոկալ տրենդը շարժվում է դեպի վեր, տեսնում ենք, արդեն որքան ժամանակ է շարժվում է դեպի վեր, ստեղ ձևավորվել է մի հատ մաքսիմում, ու ստեղից արդեն, չգիտեմ, մոտավորապես ընկերներ ջան 2 ժամ գինը շարժվում է դեպի ներքև։ Հիմա եկեք հասկանանք, այսքան մասը դեպի ներքև որ շարժվել է, որպես ինչ կարող են դիտարկել, կարող ենք արդյոք դիտարկել գլոբալ տրենդի շարունակում։ Անցնում ենք ավելի մեծ time frame-ի ու տեսնում ենք, որ ոչ, գլոբալ տրենդը այստեղ եւս դեպի վերև շարժվող տրենդ է։ Դեպի վերև շարժվող տրենդը ստեղ ունեցել է, չգիտեմ, երկարաձգված կարեկցիա, այստեղից այդ կարեկցիան ավարտվել է ու գինը ամենայն հավանականությամբ շարժվում է արդեն դեպի վեր։ Ակնհայտորեն կարող եմ ասել, որ կարեկցիան ավարտվել է ու գնի մոտակա նպատակը այս մաքսիմումը թարմացնելն է։ Ես չեմ կարող ասել, արդյոք գինը կհասնի իր նպատակին, թե ոչ կթարմացնի, թե ոչ։ Սակայն տվյալ աշխատանքային կարիդորը, որը որ ստեղծել է գինը եւ որի մեջ որ հիմա գտնվում է գրաֆիկը, ընկերներ ջան, հանգիստ կարող են այստեղ աշխատում են թե ուռովենները, թե կարեկցիաները, թե տրենդը, ճիշտ վերլուծել եւ հասկանալ տրենդը, դրանից հետո բացել գործարքներ։ Մոտակա ուռովենը, որտեղից որ ես կցանկանամ բացել այստեղ գործարք, դա այս 50-ական ուռովենն է։ Հիմա չեմ ցանկանա սպասել, երբ գինը իջնի այդ ուռովենին, ես նոր բացեմ, դրա համար եկեք անցնենք առաջ։ Հետաքրքիր սիտուացիա եւս տեսնում ենք local trend-ը ակնհայտորեն դեպի վեր շարժվող տրենդը, այս կետից գինը սկսել է դեպի ներքև շարժ։ Հիմա մենք պետք է հասկանանք այս դեպի ներքև շարժը եւ այս տրենդը ինչպես կարող են ճիշտ վերլուծել։ Դրա համար անցնում ենք 30 րոպեանոց time frame-ի ու այստեղ արդեն ընկերներ ջան, շատ ակնհայտորեն երևում է, թեկուզ M1 time frame-ով այսքան մասը շարժվում է դեպի վերև, սակայն գլոբալ տրենդը դեպի ներքև շարժվող տրենդ է։ Ու տվյալ դեպքում դեպի վերև այս մեր local տրենդը համարվում է գլոբալ տրենդի կարեկցիան, որը որ այստեղից արդեն ավարտվել է ու գնի պոտենցիալ ուժը ու շարժման ուղղությունը ակնհայտորեն դեպի ներքև։ Ակնհայտորեն դեպի ներքև։ Սա առաջին կողմից, ըստեղ գինը դեպի ներքև գործարքներ բացելու հիանալի աշխատանքային կարիդոր է մտել։ Այստեղից բացում եմ գործարք, քանի որ ընկերներ ջան, ստեղ տեսնում եմ շատ լավ ուռով են,
շատ լավ, որտեղ որ ձևավորվել են արդեն շրջադարձ եւ ատկատ ակնարկող մոմեր, տեսնում եմ, որ գինը չի կարողանում դեպի վերև իր շարժը շարունակել, այստեղ կա ուժ, որը որ ձգում է գնին դեպի ներքև։ Մի բացեցի գործարք, ակնհայտորեն դեպի ներքև թրենդ, շարժ, կորեկցիա, ամեն ինչը վերլուծել ենք, աշխատանքային կարիդորը վերլուծել ենք, հասկացել ենք, ժողովուրդ ջան, ու գործարքը արդեն բացել ենք ու ըստ ուրովենի, ըստ կորեկցիայի ամեն ինչը արդեն կատարվել է։ Երկրորդ կողմը, որ կարելի է տվյալ սիտուացիան վերլուծել, ընկերներ ջան, ամեն դեպքում լոկալ մասում կա դեպի վերև շարժվող թրենդ։ Եվ այդ դեպի վերև շարժվող թրենդի համար սա համարվելու է կորեկցիա։ Իսկ սա արդեն կորեկցիան ավարտվել է ու գինը շարժվելու է դեպի վեր։ Այսինքն տվյալ բանին գինը ունի երկու նպատակ։ Առաջինը այս մաքսիմումի թարմացնելն է, երկրորդը, չգիտեմ, նախկին ընդե մինիմումի թարմացնելն է։ Գինը ունի այդ երկու նպատակը։ Այդ երկու նպատակները ներկա պահին ակտուալ են ու ներկա պահին գործում են, բայց գինը որ նպատակը կկատարի իրականում եւ որը կկատարվի, դա ոչ մեկ չգիտի։ Բառից բուն իմաստով դա ոչ մեկ չգիտի։ Սակայն տվյալ սիտուացիան կարելի է բացել գործարքներ այս վերևի ուրովեններից, որոնք որ կոչվում են սապրատիվլենիա, դեպի ներքև եւ պատժաշկայի ուրովեններից դեպի վերև, հետևելով մոմերի անալիզի մասին կխոսենք ուրիշ վիդեոներում։ Բայց տվյալ սիտուացիայում կարելի է թե դեպի վերև, թե դեպի ներքև գործարքներ բացել, տվյալ սիտուացիան կոչվում է սկալպինգ, որտեղ որ կարելի է թե դեպի վեր, թե դեպի ներքև գործարքներ բացել։ Տվյալ վիդեոում իմ նպատակը այս թեման ոչ թե այս թեմայի մասին ամբողջովին վերլուծելն էր ու բացատրելը, այլ այս թեմայի մասին խոսալը սկսելն էր, այս թեման սկսելն էր իմ ալիքում։ Բացեցի երկու գործարք, ճիշտ է, սակայն հիմնական նպատակս այս թեման ես արդեն համալում եմ բացված, դիտարկեք, նայեք, փորձեք հասկանալ, կարող եք ինձ իմ Telegram-ում, ես եմ հենց պատասխանում նամակներին, կարող եք գալ ու տալ հարցեր տվյալ ստրատեգիայի հետ կապված, քանի որ տվյալ ստրատեգիան հասկանալը, ճիշտ պատկերացում կազմելը, ճիշտ շուկան հասկանալը միայն ու միայն պրոֆիտ է տալու, ընկերներ ջան։ Բոլորիդ մաղթում եմ պրոդուկտիվ աշխատանքային շաբաթ, մեծ պրոֆիտ, ովքեր որ ցանկանում են, կարող են գրել ինձ Telegram-ում եւ միանալ իմ թիմին։ Իմ թիմին միանալը բացարձակապես անվճար է եւ դեպոզիտի որևէ պահանջներ չկան։ Այսինքն կարող եք միանալ թիմին ուղղակի գրանցվելով ու 0 դեպոզիտով։ Շնորհակալ եմ բոլորիցդ, կհանդիպենք։